Բարի երեկո, Tribune-ի եթերում կարճ միացում հաղորդաշարն է, շարունակում ենք վերլուծել անցնող շաբաթվա կարևորագույն իրադարձությունները։ Այսօր մեր հյուրն է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։ Ողջույն, պարոն Բադալյան։ Շնորհակալ եմ մեր ավերն ընդունելու համար։ Շնորհակալ։ Պարոն Բադալյան, շաբաթը սկսվեց հերթական աղմուկահարույց ձերբակալմամբ, ինչպես արդեն բոլորս գիտենք, երկուշաբթին բարի չէր Գյումրու ժողովրդի համար, թեպետ Հայաստանի վարչապետը կյանքի կոչեց իր վերջերս հնչեցրած սպառնալիք, ասենք թե ինչ, ուղղված Վարդան Ղուկասյանին, Գյումրու շենք ներխուժեցին, բոլորս էլ տեղյակ ենք ու տեսել ենք, ներխուժեցին ուժայիններ, ձերբակալեցին նաև 8 անձի, այդ թվում Ղուկասյանը մեղադրվում է ոչ թե կաշառք տալու, այլ կաշառք պահանջելու համար իրականում $10,000 չափով ու դրա հիման վրա հակակոռուպցիոն դատարան արդեն 2 ամիս կալանք է նշանակել, կալանք է տվել։ Մեղադրանքի միակ ապացույցն էլ ճակերտավոր ապացույց իրականում, որովհետև դա իսկապես իրեղեն ապացույց էլ չի համարվում իրավական տեսանկյունից, միակ ձայնագրությունն է, որ կա այս պահին եւ ձայնագրությունը ստանալու անհետ մեկնաբանությունը, որ դա արվել է դրոններով, այսինքն այդտեղ պարբերաբար դրոններ են թռցրել ու ձայնագրվել է։ Ոչ մի սուբյեկտիվ եւ օբյեկտիվ ընկալում առհասարակ չկա այս ձերբակալության հիմամբ։ Ղուկասյանն էլ գիտենք, որ վաղուց էր հասկացել բնականաբար ու անընդհատ պարբերաբար ասում էր, ես ոչինչից չեմ վախենում, ինչ ուզում է թող կատարվի, ես իմ խոսքի տերն եմ ու կհիշեք նրա ասածները ռուսական գուբերնիայի մասին, դրանից հետո սրվեցին հարաբերությունները։ Ինչ եք կարծում, արդյոք քիչ ուրիշ ձև եմ ուզում ձևակերպեմ, ուրիշ ձև եմ լրիվ պատրաստվել, բայց Ղուկասյանի որպես ամենահայտնի այդ դրվագով ամենահայտնի դիմադիր գործիչներից մեկի կալանավորումը իշխանության կողմից իհարկե քաղաքական դաշտի այդ համակարգմային զտման մաս է կազմում արդյոք հենց խորհրդանական լուծություններից առաջ, որովհետև մենք գիտենք նաև առաջիկայում հիմա սկսվել է նախընտրական պայքարը վաղ շաբաթում արդեն պետք է լինեն ընտրություններ ու այսպես էլի վախի մթնոլորտ ստեղծելու ու իրարանցում ստեղծելու տպավորություն պետք է թողնել, հա, պարտադիր երկար լինելու համար համենայն դեպս այդ համապարփակ վիճակը պետք է ամփոփենք շաբաթը։ Ես սկսեմ նախ հենց այդ հայտարարությունից, որ Վարդան Ղուկասյանն արել էր գուբերնիայի մասին, ռուսական միություն եւ այլն։ Ես կարծում եմ, որ այդ հայտարարություններով Վարդան Ղուկասյանը ավելի շատ ծառայություն էր մատուցել հենց իշխանությանը եւ իշխանական ռոպագանդային, որովհետեւ տվել էր պարարտ, այսպես հող իրենց հայտնի մոտեցումները եւ հայտնի տեխնոլոգիական այդ շեշտադրումները ավելի ակտիվ իրականացնելու համար։ Ես չգիտեմ, թե ինչու էր նա որոշել խոսել այդ թեմաներով։ Իհարկե, այստեղ կասկած չկա, որ երբ որևէ համայնքապետ այդպիսի տեսակետներ է արտահայտում, բոլորն են հասկանում, որ այդ համայնքապետի լիազորությունները ամենևին չեն ենթադրում արտաքին քաղաքական գործընթացներին որևէ ներգրավվածություն, ազդեցություն եւ այլն։ Եվ պարզապես կարծիք է արտահայտվել, ունենալով բացարձակ ոչ մի լիազորություն արտաքին քաղաքականության ոլորտում։ Այդուհանդերձ այդ կարծիքը, ես կարծում եմ, այսպես պարարտ հող տվեց հերթական, այսպես լիցքերը հաղորդեց իշխանական ռոպագանդային, որևէ այլ էֆեկտ կամ որևէ այլ իմաստ այդ հայտարարությունների մեջ ես չեմ տեսնում, թե ինչու հնչեցին դրանք կրկնեմ մեծ հարց է եւ սա ես կարծում եմ նաեւ խնդիր է, որը պետք է հաշվի առնի ցանկացած քաղաքական գործիչ, որտեղ եւ ինչ է խոսում եւ իր այդ խոսույթը ինչին է ավելի շատ նպաստում, օգտակար է թե ոչ։ Ինչ վերաբերում է Ղուկասյանի ձերբակալությանը, ապա ես իրավական մանրամասներին շատ չեմ տիրապետում եւ չեմ ուզում գնահատել այդ տեսանկյունից, բայց ինքնին ձերբակալման այդ ամբողջ գործողություն, այդ ցուցադրականությունը։ Սա ցույց է տալիս, որ այստեղ գլխավոր մոտիվը իհարկե քաղաքական է եւ նաեւ կարող ենք հասկանալ, թե քաղաքական ինչ շերտերով է պայմանավորված այդ մոտիվը։ Նախ իհարկե ընտրական process, նախընտրական տրամաբանություն եւ Նիկոլ Փաշինյանը այստեղ փորձում է ցույց տալ, որ ընդհուպ ուժով ինքը դրության տերն է։ Սա նաեւ ազդակ է ներիշխանական շրջանակներին, որտեղ կարող են լինել որոշակի կասկածներ, արդյոք հնարավոր է լինելու իշխանությունը պահել, թե կան ռիսկեր եւ այլն, արդյոք Նիկոլ Փաշինյանը ի վիճակի է վերահսկել, տիրապետել իրավիճակը եւ այլն։ Հիմա այսպիսի ցուցադրական գործողություններով կարծում եմ նաեւ թիմին ներիշխանական տիրույթին է ցույց տրվում, որ իրենք ամուր են, կասկածելու, մտավախություն ունենալու եւ այսպես այլ նավ փնտրելու
մտորումներ ունենալու կարիք չկա։ Սա այդ թիմը պահելու մի գործողություն է։ Մյուսը իհարկե նաև ցույց տալ մնացյալ մրցակից ուժերին եւ հասարակությանը, որ ինքն է դրության տերը, այդ ցուցադրականությունը կարծում եմ պայմանավորված էր նաև դրանով։ Եվ երբ օրինակ խոսում եմ այդ թիմի ներսում տրամադրությունների մասին, դարձյալ Գյումրիի հետ կապված մի հատկանշական այսպես փոքր թվացող, բայց դրվագ հիշենք Գյումրիի քաղաքապետի հենց ընտրության, ավականու ընտրությանը, հիշում ենք քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամներից մեկի հետ կապված հայտնի դրվագը, լրագրողների հետ այսպես ոչ ստանդարտ խոսակցությունը եւ այլն, եւ հնչած այդ արտահայտությունը 2026 թվականին իշխանությունից զրկվելու մասին, որ իրենք չեն ընտրվի եւ այլն եւ այլն։ Հիմա ինչ տրամադրություններով է այս հայտարարությունը հնչել, ես չեմ կարող ասել, բայց անկասկած է, որ իշխանության ներսում հոգեբանությունը, իշխանություն երևույթի հոգեբանությունը տարբեր շերտերում այդպիսի հայտարարությունները մշտապես այդպես լուրջ է ընկալում եւ շատ շատերը կարող են մտածել իշխանության ներսում ոչ բարձրաձայն, բայց մտածել, որ արդյոք այստեղ ինչ որ մի բան կա, եթե հնչել է այդպիսի հայտարարություն։ Եվ Նիկոլ Փաշինյանը այս խնդիրն էլ ունի՝ ցրել բոլոր կասկածները, որ ինքը դրության տերն է եւ այլն։ Եվ իհարկե նաեւ այդ նստվածքը Գյումրիի ընտրությունից, որ ընդդիմությունը ներկայացնում էր դա որպես հաղթանակ եւ համապետական հաղթանակի կարևոր նախադրյալ ընդհանուր մեթոդաբանության տեսանկյունից, անշուշտ այդ նստվածքը Նիկոլ Փաշինյանի մոտ կար եւ նա փորձելու էր պատեհ պահի եւ ընդհանուր, ինչպես նշեցի, նախընտրական տրամաբանության մեջ ցույց տալ, որ ինքն է դրության տերը այդուհանդերձ եւ դա մեծ հաղթանակի ինչ որ փոքր նախադրյալ չէ ընդդիմության համար։ Տեսեք, բայց ամեն դեպքում ձեր մեկնաբանությամբ ես ընկալում եմ, որ այո, ցույց է տալիս, որ տերը ինքն է այս պարագայում, ցույց է տալիս, որ կրկին աշխատելու այդ մոդելը, այսինքն մենք վաղ շաբաթում միգուցե ականատես կլինենք էլի այդ մոդելին, որ եղավ Վանաձորում, որ եղավ Ալավերդիում, բայց այսօր էլ բառացիորեն խոսակցություններ էին պատտվում, որ Գյումրու այս ձերբակալության հետ կապված արդեն այ որ ասի ճաք չկա, բայց իրականում կան ճաքեր, ուղղակի մենք պետք է տեսնենք այդ ճաքերը, դուք էլ որպես վերլուծաբան շատ ճիշտ եք վերլուծում, իհարկե ես համամիտ եմ շատ բաների հետ իրականում այդ ճաքը արդեն էլի տեսնում, որովհետև ներքին գործերի նախարարի գլխին կարծես սև ամպեր են կուտակվել, որովհետև ասում է այդ ձերբակալությունը 5 րոպեի հարց էր։ Ինչի տևեց այդքան ու ինչի այդքան համաժողովրդական այդ ալիքը Գյումրիում որ բարձրացավ, այսինքն սա էլի հերթական ստուգելներ արդեն խորհրդարանական ընտրություններին, թե ինքը այսպիսի գործողություններ որ անի ու կիրառի, էլի թեստ արեց, ինչա կատարվելու, հա, ինչ որ էլի տոկոսային հարաբերությամբ հասկացավ ինչա կատարվելու առաջիկայում։ Ես անկեղծ ասեմ, չեմ պատկերացնում, որ դա ինչ որ թեստավորման անվանությամբ էր, որովհետև այդուհանդերձ հնարավոր չէ թեկուզ փոքր այդ դրվագով չափել համապետական մասշտաբի պրոցեսներում մարտահրավերները, եթե դիտարկում ենք հասարակական արձագանքի, ընդվզման եւ այլնի տեսանկյունից։ Եվ այս առումով ես կարծում եմ թեստավորումը իրականացվում է շատ ավելի այլ տեխնոլոգիաներով, իրավապահ մարմինների ներքին հնարավորություններով եւ այլն։ Իհարկե տեսակետը միանգամայն ունի գոյության իրավունք, այսինքն այստեղ կարող ենք ամենատարբեր մոտիվներ դիտարկել։ Այսինքն մենք չենք կարող այսպես ճշգրիտ ասել, թե ինչ է կատարվում Նիկոլ Փաշինյանի գլխում եւ որ գործողությունը հատկապես ինչ մոտիվ ուներ, այնպես որ այդ տեսակետը եւս կարող է լինել հենց իրականությանը մոտ եւ արտացոլել հնարավոր մոտիվներից մեկը, ինչպես որ մեր այլ ցանկացած դիտարկում, որ ընդհանրապես դիտարկում է։ Խոսեցինք գուբերնիայի պահով ուզում էի չմոռանալ նաեւ հիշեցնել, որ Զախարովան երեք անդրադարձել էր դրան, որ Ռուսաստանը ուշով հետևում է Գյումրիում ընթացող իրադարձություններին, հատկապես շեշտադրում նայել էր նրա վրա, որ այնտեղ իրենց 102-րդ ռազմական բազան է, կոնկրետ ինչ մեսիջ էր սա այս պահին, որովհետև խոսել մեր հենց այդ ներքին վիճակի մասին Կրեմլի արդեն խոսափողով դուք կարող եք մեկնաբանեք ինչ էր դա նշանակում ըստ էության։ Ես կարծում եմ այդուհանդերձ Զախարովան Կրեմլի խոսափող համարելը մի քիչ ավելի բարձր է նրա համար, այո։ Այդուհանդերձ ըստիս Ռուսաստանից հիմնական մեսիջը հետևյալն է, բարբերաբար այսպիսի իրավիճակներում, որ իրենք ուշով հետևում են, որպեսզի այստեղ իրենց համար ռազմավարական ռիսկեր չառաջանան։
եւ մնացյալը արդեն ներսում ինչ է կատարվում, Ռուսաստանի օրինակ այդպիսի արձագանքները, մասնավորապես հենց նույն Զախարովայի մակարդակով, ես կարծում եմ դրանք ավելի շուտ դարձյալ խաղում են հօգուտ իշխանության քարոզչության, քան նպաստում են թե սկսած Ռուսաստանի դիրքերի ամրության մասին եւ թե այսպես ասենք ընդդիմադիր ուժերի դիրքերի ամրության մասին։ Համենայն դեպս ես այդպես եմ տեսնում այդ արտահայտությունները եւ կարող եմ նաեւ դիտարկել թե ինչու այդ ամեն ինչը կարող է տեղի ունենալ, որովհետեւ իմ խորին համոզմամբ Ռուսաստանում այսպես սկզբունքորեն խնդիր դրված չէ թույլաtsնել Նիկոլ Փաշինյանի դիրքերը, համենայն դեպս քանի դեռ Նիկոլ Փաշինյանն ինքը ռազմավարական իմաստով որևէ այդպես մարտահրավեր չի նետել Ռուսաստանի դիրքերին։ Ընտրական process-ի մեջ մնանք այս պահի դրությամբ, որովհետև շատ է խոսվում, նաև շատ վերլուծաբաններ են դրան հակված, որ փորձում է կիրառվել Մոլդովայի ամեն դեպքում դեպք ասեմ, թե նախադեպ ասեմ, բայց մենք բոլորս էլ գիտենք, որ հայերը մոլդովացիներ չեն, ու այստեղ ուժային մեթոդների վրա խաղադրույք անելը, չգիտեմ, ինչ հետևանքներ կարող է ունենալ այս պարագայում։ Սա շատ բարդ է ասել, այսինքն այդպես ես կարծում եմ այնպես չէ որ մոլդովացիների հանդեպ հեշտ է կիրառել ուժային լծակ, բայց այդուհանդերձ հասարակությունը մի օրգանիզմ է, որի վարքագիծը մեծ հաշվով կառավարվում է տարբեր, այսպես ասենք, էլիտաների միջոցով։ Հիմա ոմանք կհամարեն, որ այստեղ իրական էլիտաներ չկան, ճակերտավոր են եւ այլն, ես նկատի ունեմ հասարակական քաղաքական process-ները առաջնորդող քաղաքական խմբերը, անկախ թե ինչ գնահատական կտանք այդ խմբերի որակին։ Եվ հետեւաբար հասարակությանը կառավարել նշանակում է նախ կառավարել այդ հասարակությանը առաջնորդող խմբերին։ Եթե այդ խմբերի հետ հարցերը լուծվում են հասարակության այդ հարցերը։ Հիմա իսկ այդ քաղաքական այդ խմբերի մակարդակում շահերը եւ մոտիվները այնքան բազմազան են եւ նաեւ մի զգալի մասով այնքան հետնաբեմային, որ միարժեք ասել այս աստիճանի ուժի կիրառումը կանցնի կլինի արդյունավետ կամ չի լինի եւ կարժանանա մեծ դիմադրության, շատ դժվար է։ Ես կարծում եմ այդուհանդերձ իշխանությունը իհարկե այդ ուժային տրամաբանությամբ, ուժային գործիքների կիրառման տեսանկյունից այդուհանդերձ չափում է դրանց իրականանալիության աստիճանը։ Դեպքում չափման այդ միավորը։ Համենայն դեպս եթե տրամաբանության մեջ դիտարկենք, պետք է որ չափեն եւ ստուգեն թե ինչն է հնարավոր, ինչն է անցնում եւ ինչը չի անցնի, ինչը այլևս մի գիծ է, որից այն կողմ ռիսկային է ուժի կիրառումը։ Այդտեղ կանք կառնեն իհարկե։ Հիմա որտեղ է այդ ռիսկը, կարողանում են արդյոք հասարակական քաղաքական այս մյուս խմբերը բարձրացնել իշխանության համար այդ ռիսկի նշաձողը։ Սա է գլխավոր հարցը ըստիս։ Լավ, հիմա եթե հակաիշխանական դաշտից կամ ռակուրսով դիտարկենք, որի գլխավոր դերակատարը ժողովուրդն է համարվում, ճնշումները այսպիսի կարող են հանգեցնել գոնե ժողովրդի հենց հակաիշխանական համախմբման, էլի վերջնական համախմբման։ Դարձյալ գամ այդ շերտին, եթե տեղի ունենա այսպես ասած համախմբում հասարակական քաղաքական առաջատար առաջնորդող շերտերում, բնական է արդեն հասարակության ժողովուրդ ասվածի արձագանքը կլինի համարժեք, բայց այդ համախմբման մասին խոսակցություններն էլ ընդհանուր առմամբ հասկանալի են, այդուհանդերձ պետք է նաև մանրամասն դիտարկել, թե ինչ փուլում, ինչ մեթոդաբանությամբ, ինչի շուրջ։ Այս ամեն ինչը շատ կարևոր են, որպեսզի հասկանանք այդ համախմբում ասվածի էֆեկտիվությունը, որքան կարող է լինել, որովհետև հենց նույն Գյումրին իհարկե ցույց տվեց, որ նաև արդյունավետ կարող է լինել առանձին մասնակցությամբ կամ առանձին այդպես քաղաքական գծերով մարտավարությունը, երբ հետո X պահին արդեն շատ ավելի կոնկրետ խնդրի շուրջ հնարավոր է համախմբվել։ Ընդ որում կարելի է ասել, որ համենայն դեպս մինչև հիմա կարծես թե այդ տրամաբանությամբ են փորձում ընդդիմադիր հիմնական ուժերը գնալ խորհրդարանի ընտրությանը, ինչ կստացվի, սա դժվար է ասել, բայց նաև կարծում եմ այս մոտեցումը կամ սրա հնարավորությունը անհանգստացնում է իշխանությանը Նիկոլ Փաշինյանին, որովհետև տեսնում եմ նաև, որ Փաշինյանը փորձում է այդուհանդերձ
ստեղծել միասնական ճակատ դեմս ընդդիմության։ Օրինակ նույն 3 նախագահների այդ բանավեճի Սևեռուն հրավերը կարծում եմ ոչ միայն զուտ ընդհանրապես քարոզչական էֆեկտն է, այլ ստանալ մեկ միավոր եւ հասարակության մեջ այդ սև սպիտակի տրամաբանությամբ առաջնորդվել, այդտեղ է Նիկոլ Փաշինյանը իրեն զգում ավելի հարմարավետ եւ իրեն զգում ավելի էֆեկտիվ, երբ շատ մեծ է բևեռացվածությունը, երբ կա այսպես ճակատային դիմակայություն եւ ոչ թե մի քանի ճակատ ընդդիմադիր դաշտում։ Հասկանալի է։ Գանք եկեղեցի Պարոն Բադալյան, հասկանանք ինչա կատարվում եւ ընդհանրապես մի դիտարկում կուզենամ ընթերցել նաեւ ձեզ համար, որը քաղաքագետ Հրանտ Մելիք Շահնազարյանն է արել, չգիտեմ դրա հետ համամիտ կլինեք թե ոչ, հարցս հիմնականում դրան էլ է վերաբերում, ասում է Փաշինյանն անընդհատ մարտի է հրավիրում, այսպես ճակերտավոր, մարտի է հրավիրում ընդդիմությանը, ուզում է անընդհատ հաղթել, ջախջախել ընդդիմության իր խոսքով ասած, բայց չի կարողանում, ու այստեղ ռետորական հարց է հնչեցնում, իսկ գիտեք ինչու չի կարողանում, որովհետև ընդդիմությունը մարտի չի ներկայանում։ Ու ասում է, որ նույնը տեղի է ունենալու այս կիրակի, նկատի ունենալով Հովհաննավանքում այս վերջին իրադարձություններ ու բնականաբար այդ պատարագի մատուցումը, որին պետք է վարչապետը ներկա գտնվի, էլի ինչ որ հակասական վիճակ աստեղծում, որովհետև գնալ, ներկանալ, կարգալույծ եղած քահանայի պատարագին բարձր մակարդակով ու կոչ անել դրա ու ասել սիրով մասնակցելու եմ, այսպես էլի չգիտեմ ինչն է ուզում, այսպես քաղաքական առումով բզբզալ պարոն վարչապետը, էդ էլ պետք է հասկանանք, բայց Մելիք Շահնազարյանը ամեն դեպքում Հովհաննավանքը եկեղեցու պաշտպանության կարևոր բնագիծ է նաև բնորոշում ու ասում է, որ եթե այդ դիրքն էլ գրավեց, այսինքն կիրակի օրը հաջողեց այդ ամբողջ գործընթաց ասեմ, գործողություն ասեմ, ստացվում է, որ վեհափար Հայրապետի դեմ այդ գործողությունները հաջողելու են, ընդ որում գրում են մեդիայում, որ հոկտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 4-ը իբրև վերջնաժամկետ կա վերջապես այդ հարցը փակելու համար, վեհափարին այսպես ասած գահանքես անելու համար ու առհասարակ իր ձևով երկրում երկիրը տապալելու համար։ Հիմա Մարթը ասում է, վերլուծաբանը ասում է, որ սրանից հետո կոնկրետ ճակերտավոր իշխանությունը հայտնվել է Շուշիի մատուցներում ու նորից գալու է հերթական նոյեմբերի 9-ը։ Շատ հետաքրքիր ալեգորիա է, դուք համամիտ եք ընդհանրապես առհասարակ այդ կարծիքի հետ, որ ընդդիմությունը մարտի չի ներկայանում եւ ինչ ակնկալենք այս կիրակի Հովհաննավանքի այդ ամբողջ գործողությունների ժամանակ եւ հետո։ Եկելի վերլուծենք։ Ես ինչպես նշեցի, ըստ իս Նիկոլ Փաշինյանը փորձում է ընդդիմությունից ստանալ միասնական մեկ զանգված միավոր։ Ընդդիմությունը փորձում է դրան դիմադրել։ Այդ միասնական միավոր ստանալու Փաշինյանի փորձին դիմադրել։ Մարտի ներկայանում են թե ոչ, այստեղ մարտ ասածը ամենատարբեր պատկերացում կարող է ենթադրել։ Եվ որևէ գաղտնիք, այսպես ասած, չենք լինի, եթե արձանագրենք, որ քաղաքականությունը ինքը շատ բազմաշերտ եւ հիբրիդային երևույթ է եւ այդտեղ մարտը կարող է ծավալվել նաեւ հանրային աչքից որոշակիորեն հեռու, այսինքն պարտադիր չէ լինի ինչ որ ասպարեզ, որտեղ այդ մարտը ծավալվում է։ Եվ այս տեսանկյունից ըստիս process-ը այդ տրամաբանությամբ է զարգանում, դիմակայությունը ներքաղաքական այդ տրամաբանությամբ է զարգանում։ Ինչ վերաբերում է եկեղեցուն, ապա այստեղ իհարկե ներքաղաքական մոտիվները, ներքաղաքական պատճառահետևանքային կապերը եւ այլն հասկանալի են, սակայն ես կարծեմ այդուհանդերձ, որ հայ առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված այս իրավիճակը եւ Նիկոլ Փաշինյանի գործողությունները ավելի շատ պայմանավորված են արտաքին միջավայրում ձևավորված գործոններով, որտեղ հայ առաքելական եկեղեցին շատ ավելի լայն process-ների թիրախ է։ Եվ Նիկոլ Փաշինյանը ըստ իս փորձում է այդ համատեքստում պարզապես տեղավորվել իր քաղաքական խնդիրներով եւ նպատակներով եւ փորձում է խաղալ այդ process-ներում, խաղելով իր համար առավելագույնը։ Սա ես կարծում շատ վաղուց տեսանելի է, եթե դիտարկենք Փաշինյանի գործողությունները եկեղեցու ուղղությամբ, դրանք բավական հետաքրքիր ձևով զուգակցվում են արտաքին միջավայրում արկա իրողությունների հետ եւ վերջին շրջափուլը ակնհայտորեն մենք տեսանք Նիկոլ Փաշինյանի Վատիկան այցը, այնտեղ բավական ընդգծված եւ ցուցադրական
հանդիպում եւ շփումներ հայ կաթողիկե եկեղեցու կաթողիկոս պատրիարքի հետ, նաեւ հետո Նիկոլ Փաշինյանը այդ պատրիարքի հետ հանդիպումից ինչ որ հատվածներ, իր խոսքի հատվածներ էր ներկայացնում եւ խոսակցություն թեմաների մասին, որը տպավորություն էր թողնում, որ Նիկոլ Փաշինյանը կարծես քննություն հանձներ հայ կաթողիկե եկեղեցու կաթողիկոս պատրիարքի առաջ։ Սրանք կարծում եմ ակնհայտ ցույց են տալիս, որ այս process-ը չունի միայն ներքին շարժառիթներ։ Ավելին, այդ ամեն ինչ ծավալվում է ներսում, պայմանավորված է արտաքին գործոններով, որտեղ Նիկոլ Փաշինյանը տեղավորվել եւ խաղում է։ Հիմա ինչպես են տեղավորվել եւ ինչպես են պատրաստվում այդ process-ների հանդեպ դիրքավորվել այն ուժերը, որոնք եկեղեցու պաշտպանության դիրքերում են կանգնում կամ ամենայն դեպս հայտարարում այդ մասին։ Սա մեծ հարց է, որովհետև առայժմ գոնե մենք տեսնում ենք, որ այս պաշտպանությունը իրականացվում է ընդհանրապես ներքաղաքական տրամաբանությամբ, այսինքն կարծես թե եկեղեցին մի ներքաղաքական սուբյեկտ է եւ այդ ներքաղաքական սուբյեկտը ինչպես որևէ ընդդիմադիր գործչի կամ որևէ ընդդիմադիր ուժի կարող են պաշտպանել, ենթարկվում է այդպիսի պաշտպանության։ Ես կարծում եմ սա մի քիչ անարդյունավետ պաշտպանություն կարող է լինել եկեղեցու համար։ Դրա համար կարծում եմ նաև, որ իր պաշտպանության գլխավոր խնդիրը հայ առաքելական եկեղեցին պետք է ստանձնի հենց ինքը, չափավինի, որ իրեն ընդդիմությունը կպաշտպանի, այս կամ այն ընդդիմադիր խումբը կպաշտպանի, թող բոլորը մտածեն պաշտպանելու մասին, թող զբաղվեն պաշտպանությամբ, ով ինչպես կարող է, իհարկե չվնասելու ավելի շատ սկզբունքով, որովհետև մեր քաղաքական, ներքաղաքական դաշտի էֆեկտիվության աստիճանը երբ նայում ենք, տարբեր հարցերում, այդ թվում օրինակ Արցախի պաշտպանության հարցում, մենք սկսում ենք կասկածել արդյոք այդ դաշտը ի վիճակի է նաև էֆեկտիվ պաշտպանել հայ առաքելական եկեղեցուն։ Եվ այս տեսանկյունից ես կարծում եմ, որ իր պաշտպանության առանցքային դերը եկեղեցին պետք է հենց իր վրա վերցնի եւ այդ տեսանկյունից նաեւ ասեմ իմ գնահատմամբ այստեղ շատ նուրբ աշխատանք տարվում է, այսինքն տեսնում ենք, որ հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգեվորականությունը փորձում է առավելագույնս խուսափել այն ճակատային տրամաբանության պայքարից, որը փորձում է թելադրել Նիկոլ Փաշինյանը։ Կարծում եմ այստեղ իսկապես շատ նուրբ գնահատումների խնդիր կա, որպեսզի ամբողջ հարցը չհանգի ընդհանրապես ներքաղաքական ինչ-որ պարզունակ դիմակայության։ Կարծում եք, որ առաքելական եկեղեցին ամեն դեպքում կարողանում է պաշտպանվել, այդ ինքնապաշտպանական մեթոդը այս պահին կիրառվում է։ Ըստ իս այդ ճակատային դիմակայությունից խուսանավելը կարծում եմ ավելի արդյունավետ կարող է լինել, որքան էլ որ դա այսպես ասենք տրենդային կամ գայթակղիչ չթվա զուտ ներքաղաքական խոսույթի տեսանկյունից։ Կրկնեմ, եկեղեցու հարցը իմ գնահատմամբ շատ ավելի խորքային, շատ ավելի լայն հարց է։ Դա ժամանակի մարտահրավերների հարցն է եւ ոչ թե Նիկոլ Փաշինյանի նետած մարտահրավերի։ Եվ այս տեսանկյունից իսկապես շատ կարեւոր է իմ գնահատմամբ, որ եկեղեցին այդուհանդերձ մնա մի սանդղակի վրա, որը շատ ավելի վեր է, քան պարզապես ներքաղաքական դիմակայությունը։ Այդտեղ է լինելու ըստ իս հաջողությունը, այսինքն չափել ժամանակը եւ տարածությունը շատ ավելի լայն եւ մեծ, քան օրինակ չափում են ներքաղաքական դերակատարները։ Այդ օբյեկտիվորեն իհարկե ներքաղաքական դերակատարների համար ժամանակը չափվում է այսպես ընտրական ցիկլերով։ Այսինքն հիմա կա արխիվում ընտրական ցիկլ, ունենք խնդիրներ, նպատակներ այդ ցիկլի հետ կապված։ Եկեղեցու շուրջ ստեղծվել է այս իրավիճակը, քաղաքական ուժը մտածում է նաև անխուսափելիորեն, մտածում է ինչ կարող ենք մենք քաղել առավելագույնս այս իրավիճակից։ Սա օբյեկտիվ է, սա օրինաչափ է, դուր գա մեզ թե ոչ։ Դրա համար եմ նշում, որ հայ առաքելական եկեղեցին այս ամբողջ պատմության մեջ պետք է ժամանակը եւ տարածությունը չափի շատ ավելի լայն, քան զուտ ներքաղաքական դերակատարները։ Ես կարծում եմ եկեղեցին ունի այդ հնարավորությունը։ Այսինքն վեհարանը վեհ մնա եւ բառի զգոնի իմաստով եթե պատկերավոր նշենք այս տրամաբանությամբ, այո, խոսքը ինչ որ դիմակայությունից մարտարից խուսափելու մասին չէ, որովհետեւ կրկնեմ, այստեղ խնդիրը Նիկոլ Փաշինյանը չէ։ Պարոն Բադալյան, Ալիևը նախորդին հայտարարեց, որ Ադրբեջանը վերացնում է իր տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումները, Պապոյանն էլ այսպես հայտարարեց, որ եւ Պապոյանը, եւ վարչապետի խոսնակը, եւ հետո վարչապետը երախտագիտություն հայտնեցին առհասարակ այդ հայտարարության համար ու այսպես կարծես թափահարում են դիվանագիտական այդ հզոր հաղթանակած դրոշակը։
Թբիլիսիում էլ այդ Մետաքսի ճանապարհի 5-րդ համաժողովին էլի Փաշինյանը գովեստի խոսքեր շռայլեց Ալիևի հասցեին, գնահատեց նրա այդ ժեստը։ Հիմա ընդդիմությունը հիշեցնում է կոնկրետ Լաչինի փակված միջանցքը, մի հատ վերադարձեք, հասկացեք ինչ էր կատարվել այնտեղ, ինչ երաշխիք ունենք մենք առհասարակ, ինչ երաշխիք կա, որ կապահովվի հացահատիկի անվտանգությունը, մենք կամ բառից փոխաբերական իմաստով մենք ինչպես ենք մարսելու Բաքվից եկած ցորենը, Բաքվի ճանապարհով։ Թե եթե այդ բարոյական հարթության վրա դիտարկենք, սա իհարկե թե հասարակության հավաքական իմաստով, թե նաև առանձին մարդկանց եւ խմբերի գնահատման հարցն է, որովհետեւ ի վերջո մենք տեսնում ենք, որ մեր հասարակության մեջ կան շատ մարդիկ, խմբեր, որոնք շատ հանգիստ մարսեցին եւ մարսում են ինչ որ կատարվում է օրինակ Արցախի հետ, ինչ որ կատարվեց Արցախի հետ եւ ինչպես ինչ որ ինչպես ներկայացվեց այդ կատարվածը, այսինքն երբ այդ կատարվածը ներկայացվեց ոչ թե պարտություն եւ ծանր կորուստ, այլ իբրև հաղթանակ, պես իշխանության հաղթանակ, անկախ Հայաստանի հաղթանակ։ Մենք տեսնում ենք թե այդտեղ ինչ ակնհայտ խնդիր կա բարոյական, բայց շատ մարդիկ եւ շերտեր այդ խնդիրը մարսեցին։ Չգիտեմ, ըստ իրենց մտավոր հնարավորությունների, թե ըստ ինչ որ ֆինանսական հնարավորությունների, բայց մարսեցին։ Եվ այս տեսանկյունից ղազախական ցորենը Ադրբեջանի տարածքով եկած ցորենն ինչ է, որ ասենք չմարսվի մեր հասարակության մեջ, այդ տեսանկյունից ես կարծում եմ ավելորդ է նույնիսկ մտածել, արդյոք կլինի ընդվզում այդ ցորենի դեմ թե ոչ։ Պրոցեսի քաղաքական իմաստով ես կարծում եմ այստեղ ավելի շատ գործ ունենք հերթական քարոզչական դրվագի հետ, որ լայն գործընթացում ծավալվում է օգոստոսի 8-ից հետո, որտեղ խնդիրը այն է, որպեսզի Նիկոլ Փաշինյանը հնարավորություն ունենա նախընտրական շրջափուլում էլեկտորատին ներկայացնել կոնկրետ արդյունքներ խաղաղության օրակարգի եւ այլնի ուղղությամբ։ Մինչեւ հիմա նշվում էր, որ խաղաղություն է հաստատվել, բայց երբ հարցնում էին իսկ որն է դրա առարկայական վկայությունը, երբ անգամ խաղաղության պայմանագիր ստորագրված չէ, հիմա նշվում է, որ ահա տեսեք, այսպիսի որոշումներ եւ այլն են կատարվում եւ բացառված չէ, որ մինչեւ ընտրություններ մենք մի շարք այսպիսի գործողություններ տեսնենք։ Սրանց տակ ինչ առարկայական ավելի գլոբալ process-ներ կան, ես կարծում եմ այդուհանդերձ կան։ Ըստ իս ղազախական ցորենի այս պատմությունը հունցվել եւ այսպես խմորվել, թխվել է Դուշանբեում ԱՊՀ երկրների գագաթնաժողովի շրջանակում եւ նաեւ կարծում եմ Ռուսաստանի որոշակի մոդերատորությամբ։ Խնդիրը այստեղ միայն հայ-ադրբեջանական հարցը չէ, ես կարծում եմ այստեղ խնդիրը այն է, որ Ռուսաստանը փորձում է բնականաբար իր քաղաքական ազդեցության եւ իր քաղաքական տրամաբանության ներքո կարգավորել եւ այդպես ընդլայնել հաղորդակցությունների սխեման ԱՊՀ տարածքում։ Այս տեսանկյունից հարցը իհարկե ունի նաեւ այս շերտը, բայց դրա հետագա կամ այսպես ասենք խորքային մասշտաբները դեռ կարծում եմ ենթակա են լինելու աշխարհաքաղաքական մրցակցությանը, որովհետեւ նույն է հաղորդակցությունների թեման ակտուալ է նաև թե Միացյալ Նահանգների եւ ավելի շատ Եվրամիության համար։ Այս մրցակցությունը կա եւ այստեղ այդ ցորենի պատմությունը կամ Ադրբեջանի որոշումը հանել սահմանափակումը պայմանավորված է այս մրցակցության մեջ նաև խաղալով։ Հիմա ինչ որ բաներ պայմանավորվեցին Դուշանբեում Ալիևը Պուտինի հետ, հետո Ալիևը կփորձի ինչ որ բաներ պայմանավորվել Եվրոպայում ինչ որ մեկի հետ։ Այսինքն սա բնականon process է քաղաքական իմաստով։ Հայաստանը այստեղից շահել է առավելապես քարոզչություն, որովհետև եթե մենք խոսում ենք ապաշրջափակման մասին, ապա առաջանում են բարձ հարցեր, ապաշրջափակումը պետք է լինի շատ կոնկրետ օրակարգ, դրվի եւ սկսենք քննարկել այդ հարցը, բայց մենք տեսնում ենք ապաշրջափակման հարց Ադրբեջանը չի քննարկում։ Ավելին, եթե օրինակ նոյեմբերի 9-ի հայտարարության այդ 9-րդ կետով հայտնի շատ քննարկված 9-րդ կետով սահմանվում էր, որ թեման ռեգիոնալ բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակումն է, ապա օգոստոսի 8-ի եռակողմ այդ փաստաթղթով այդ արձանագրումը չկա, այնտեղ խոսվում է հիմնականում Թրամփի ուղու մասին, այնտեղ խոսք չի գնում, որ պետք է ռեգիոնալ բոլոր հաղորդողիները ապաշրջափակվեն։ Այսինքն մենք տեսնում ենք, այստեղ նույնիսկ փաստաթղթային այդ արձանագրման իմաստով կա նահանջ,
այդ օրակարգը չկա։ Եվ եթե ապաշրջափակման մասին խոսում ենք ու դա ներկայացվում է որպես Հայաստանի ձեռքբերում, սա ոչ միայն քաղաքական առումով է որոշակի անգրագիտություն, այլ նաև բարոյական առումով, որովհետև այդ ճակերտավոր ձեռքբերումը մեր պարտության եւ կորուստների հետևանք է եւ քաղաքական զիջումների հետևանք։ Այսինքն Հայաստանը ստանում է ինչ-որ կաթիլային որոշումներ քաղաքական զիջումների դիմաց, որոնք էլ նաեւ ամբողջ իմաստով այդ ռազմաքաղաքական պարտության եւ կորուստների հետևանք են։ Այսինքն տեսեք, ստացվում է, որ Ալիևը ըստ էության օգտակար եղավ Փաշինյանի նախընտրական քարոզչությանը, այս հայտարարությամբ, բայց կա արդյոք ուրիշ ենթատեքստ կամ կարող ենք ենթադրել էլի ենթադրությունների մակարդակով, որ Փաշինյանը էլի ինչ-որ զիջումների է գնացել, այսինքն սրանով կորզել է զիջում։ Ներքին լսարանի համար ստացել է նախընտրական այսպիսի լավ բոնուս, բայց նաև արդեն Ալիևը էլի ստացել է իր ուզածը։ Դե նախ մենք ունենք օրինակ հենց փաստաթղթային արձանագրում ունեցող զիջումները, օրինակ Մինսկի խմբի համանախագահության լուծարումը։ Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ դա կանի խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո, բայց դա արվեց պայմանագիրը չստորագրած, այսինքն նախաստորագրված պայմանագրի դեպքում, որը ըստ էության ոչինչ է իրավական ուժի տեսանկյունից։ Բացի դրանից, մեծ հաշվով պայմանավորվածություն ձեռք բերվեց Հայաստանի տարածքում միջանցքի վերաբերյալ։ Թրամփի ուղին դա միջանցք է։ Այլ հարց է, թե ումն է այդ միջանցքը կամ ումն է լինելու, ինչպես է կառավարվելու եւ այլն, բայց Հայաստանի Հանրապետության տարածքում ձևավորվում է կամ համենայն դեպս ազդարարվում է միջանցքի ձևավորման մասին եւ այն պարզ հարցը, թե ինչու պետք է Հայաստանի տարածքում հաղորդողիների ապաշրջափակումը իրականացվի այդ տրամաբանությամբ, իսկ օրինակ Ադրբեջանի տարածքում ոչ, այս հարցը չունի պատասխան։ Լավ, եթե մենք պատրաստ ենք տրամադրել Ադրբեջանին դեպի Նախիջևան ճանապարհ, ինչ Տրամփի ուղի, չգիտեմ, ինչ Պուտինի ուղի, ինչ Ինդոնեզիայի ուղի կամ չգիտեմ Ֆիլիպինների ուղի, Հայաստանի ճանապարհն է, դա թող անցնեն հանգիստ։ Ինչ կարիք կա հատուկ ռեժիմով կառավարման ինչ որ մեխանիզմներ եւ սահմանումներ ճանապարհի։ Սա ինքնին ցույց է տալիս։ Եվ այստեղ իդեպ մի բան էլ նշեմ, սա այս ամեն ինչի մասին խոսելը Հայաստանում մեջ պոպուլյար չէ, որովհետեւ այդպես տրենդային բաներ չեն։ Եթե օրինակ շատ համեմատում են նոյեմբերի 9-ի հետ, նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետում հենց Հայաստանի իշխանությունն էր առաջին շրջանում ասում, որ այդտեղ որևէ միջանցք չկա եւ այդտեղ ես համաձայն եմ այդ գնահատականի հետ։ Այնտեղ խոսք չկար ինչ որ հատուկ իրավապայմանագրային կառավարման ենթակա ճանապարհի հետ։ Այնտեղ կար խոսք, որ Հայաստանի ճանապարհով հաղորդակցությունը վերահսկում են ռուսական սահմանապահ ուժերը, ընդ որում խոսքը վերաբերում էր անխոչնդոտ տեղաշարժի մասին, այսինքն խոսք չկար անխոչնդոտ ճանապարհ տրամադրելու մասին։ Սրանք էական տարբերություններ են միջազգային դիվանագիտական այս փաստաթղթային ամեն ինչում։ Իսկ Թրամփի ուղու դեպքում նշվում է անխոչնդոտ ճանապարհ։ Այս նրբերանգները իհարկե մնացին քարոզչական տարատեսակ այսպես նարատիվների ազդեցության ներքո, բայց ուզում եմ նշել, որ այսինքն փաստաթղթային իմաստով անգամ արձանագրված են զիջումները։ Դրանից բացի մենք ունենք իհարկե ցավոք սրտի այդ բանավոր պայմանավորվածությունների պրակտիկան, երբ օրինակ Գորիս-Կապան ճանապարհը նոյեմբերի 9-ից հետո հայտնի այդ որոշումը կայացվեց հետո բացատրվեց, որ բանավոր պայմանավորվածություններ են եղել, երբ Կիրանցի հայտնի զարգացումները, տարածքների զիջումը Ադրբեջանին միակողմանի պահանջով դարձյալ ինչ որ բանավոր պայմանավորվածություններից հետո, այսինքն բանավոր ներկայացված պահանջ եւ այդ պահանջի կատարում, ընդ որում բացատրությամբ, որ եթե չկատարենք կլինի պատերազմ եւ այլն։ Հիմա էլ ինչ բանավոր քննարկումներ են եղել, ես չեմ կարող ասել, բայց այդ պրակտիկան ցավոք սրտի կա, նախադեպը կա։ Եվ չասած սահմանադրության մասին եւ նաեւ մեկ այլ կարեւորագույն հանգամանք։ Ինչու առ այսօր չի մեկնարկում սահմանազատման եւ սահմանագծման գործընթացը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, եթե այդ մեկնարկի համար անհրաժեշտ փաստաթղթային կանոնադրական բազան ձևավորված է արդեն գրեթե 1 տարի։ Արդյոք այստեղ մեկնարկի հետ կապված լինելու են այնպիսի գործողություններ, որոնք ցանկալի չէ, որ լինեն մինչև
խորհրդարանի ընտրությունը։ Սա եւս հարց է, որը համենայն դեպս ունի գոյության իրավունք։ Ես սարսափում եմ մտածել ինչ փոփոխության մասին է իհարկե խոսքը, հատկապես սահմանազատման դեպքում։ Մի դրվագ նյուանս կա, որ օրինակ Ադրբեջանը այդ կանոնադրությունը սահմանազատման եւ սահմանագծման չենթարկեց ներպետական ամբողջական վավերացման։ Այսինքն այնտեղ ստորագրեցին հանձնաժողովների մակարդակով եւ հետո ստորագրեց Ալիևը ուժի մեջ մտավ։ Հայաստանը ենթարկեց ներպետական ամբողջական վավերացման, այսինքն սահմանադրական դատարանում ենթարկվեց հաստատման, որ համապատասխանում է, հետո խորհրդարան եւ նոր նախագահ, իսկ ներպետական ամբողջական վավերացման ենթարկա են այն փաստաթղթերը, այն միջազգային պայմանագրերը, որոնք պարտավորություն են սահմանում պետության համար։ Եվ այստեղ հարց է առաջանում, թե ինչու Ադրբեջանը այդպես վերաբերվեց սահմանազատման այդ կանոնադրությանը, իսկ Հայաստանը համապատասխան ձևով։ Լավ, եկեք անդրադառնանք այս շաբաթ Երևան այցելած Ադրբեջանի քաղաքասարակության ներկայացուցիչների հետ այդ կապ, թեպետ կարելի ասել աղմկահարույց դեպքին, որովհետև չբացառելով, որ էլի են եղել նման հանդիպումներ, ինչ որ պահի դադարել է, գիտենք ինչ պատճառներով է դադարել, բայց ամեն դեպքում այսպես կոչված քաղաքասարակության այդ ներկայացուցիչների հանդիպումը մեր անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ մեղմ ասած շատ կասկածներ ու բազմաթիվ շերտային հարցեր է հարուցում ու նրանց թվում էր նաև այդ Լաչինի միջանցքի այդ էկոակտիվիստը ու առհասարակ նրանց այդ ամբողջ տեղեկատվական ֆոնը ադրբեջանական ԶԼՄ-ների ողողված էին իրենց նկարներով հանրապետության հրապարակից, էլի ինչ որ մեսիջները էին սենց ուղարկում բնականաբար ու ցնծում էր ադրբեջանական մեդիան, ես կարող եմ ասել։ Ինչ սպասենք այս անձանցից, ընդհանրապես այս հանդիպումից, ինչին է ուղղվածելի այդ խաղաղության օրակարգի շրջանակում այդ լոլոներին չեմ ուզում ես հավատալ իրականում, որովհետև հա դրանք արվում են այսպես ներքին լսարանի համար, բայց միթե չկա իսկապես այն հասումը, որ ոնց մի րոպե մենք ամեն ինչ մոռացել ենք, այսինքն այդ խաղաղության տակ մենք այդ 5000 երեխեքին էլ ենք մոռանալու, արդեն Հայոց ցեղասպանությունն ենք մոռանում հայ-թուրքական դիվանագիտական այսպես կոչված ջանքերի արդյունքում, ինչ արդյունք է սա տալու ու ինչին էր միտված ու հենց անվտանգության խորհրդի հետ հանդիպումը։ Եթե մի քիչ այսպես պարզեցված ասեմ, այդ մոռացողը մոռանում է, իհարկե մոռացել է արդեն ամեն ինչ, էլի չմոռացողը չի մոռանա երբեք, հետեւաբար այստեղ առաջանում է հարց, ովքեր են լինելու էֆեկտիվ իրենց պատկերացումները կառուցելու հարցում, իրենց պատկերացումների այդ ամբողջ համակարգը կառուցելու եւ Հայաստանը այդ համակարգում պահելու հարցում, այստեղ նենգափոխում է բերված դաշտ, որ եթե մենք մտածում ենք այդ չմոռանալու համակարգում, ուրեմն մենք պատերազմահեն ենք մեր մտածողությամբ, մենք սա նենգափոխում է, սա կեղծ իհարկե քարոզչական նարատիվ է, որը ցավոք սրտի որոշակի հաջողությամբ բերված է, որովհետեւ հակառակ կողմից չի եղել համակարգված սիստեմատիկ նպատակային աշխատանք, եղել են ինչ որ մանր տրամաբանությամբ հակադարձումներ, ավելի շատ հուզականության վրա հիմնված։ Եվ սա այդ քաղաքացիական այցի եւ չգիտեմ քննարկումների պատմությունը ես կարծում եմ այդ հակառակ նարատիվի հետևողական եւ համակարգային աշխատանքի հերթական մի դրսևորում է, ես կարծում եմ զուտ քարոզչական տրամաբանությամբ։ Այն որ Ադրբեջանում չի կարող լինել քաղաքասարակություն, սա ես կարծում եմ որևէ ողջախոհ մարդու մոտ կասկած չի առաջացնի։ Քաղաքասարակությունը այնտեղ, ինչպես կարող ենք ասել, հատուկ նշանակության ուժ է Իլհամ Ալիևի համար։ Այդ ուժը կիրառվել է Լաչինի միջանցքում արգելափակման համար, այդ ուժը կիրառվում է եւ կկիրառվի Հայաստանի դեմ բնապահպանական առանձին գծով, որովհետեւ Ադրբեջանը այստեղ շատ լուրջ աշխատանք է կատարում Հայաստանի տնտեսությանը հարվածելու համար, այդ քաղաքացիական բնապահպանական շարժումներ ձևավորելով եւ թիրախավորելով Հայաստանի ատոմակայանը, Հայաստանում հանքարդյունաբերական ձեռնարկությունները, հասկանալով, որ դրանք Հայաստանի տնտեսության համար չափազանց կարևոր օբյեկտներ են եւ հետեւողական թիրախավորելով։ Այնպես որ այս իմաստով կարող ենք պատկերացնել, թե հատուկ նշանակության քաղաքացիական, այսպես ասենք, ստորաբաժանումներից ինչ կարելի է սպասել։ Ինչ սպասենք։ Կարճ։ Սպասենք Ադրբեջանի քաղաքականության շարունակություն, այսինքն Ադրբեջանը չի հրաժարվելու իր այդ ռազմավարությունից։ Դրան հասնելու տարբերակները կարող են լինել ըստ ժամանակահատվածի եւ ըստ միջազգային կոնյունկտուրայի
տարբեր ռազմաքաղաքական, փափուկ, թավշյա տրամաբանությամբ եւ այլն։ Հիմա օրինակ այդ քաղաքացիական սեկտորը դա փափուկ ուժի կամ այսպես այդ տրամաբանությամբ ինչ որ դրսևորում է, բայց ռազմավարությունը Ադրբեջանը ներկայացրել է շատ հստակ եւ մենք տեսնում ենք ցավոք սրտի, որ իրենք հետեւողական գնում են իրենց այդ ռազմավարության ճանապարհով։ Այն է հայկական պետականությանը ենթարկեցնել ադրբեջանական պատկերացումներին։ Շնորհակալ եմ շատ դրությամբ։ Հավերի համար եմ շնորհակալ։ Սիրելի հետևորդներ, եղեք ակտիվ մեր Facebook-ում, YouTube-ում, նաև Patreon-ում շաբաթվա անցուդարձին առաջինը եւ մշտապես իրազեկ լինելու համար։ Կհանդիպենք։